Երբ որ եկավ այդ այով ոչի պետություն ունենալու, չունենալու, անկախ պետություն ունենալու, իմ պապիկը մասնակցությամբ էկոնոմիստ էր, տենց մեծ փորձ ուներ, տեսօրտականությունում կար պլանովա էկոնոմիկա, իրա պատկերացման մեջ, այսինքն ոչ թե իրա պատկերացման, այլ մեր համակարգը ստեղծված էր, օրինակ չգիտեմ, Ուզբեկիստանը Հայաստանի հետ փոխկապակցված էին, երբ այդ բոլոր երկրները օրինակ ռեսպուբլիկաների հետ կապված էին, ու եթե դու լինում էիր անկախ, բավականին լուրջ խնդիրներ էին, ու ես հասկանում եմ, որ ես շատ եմ ուզում պետություն, բայց իմ պապիկը կողմ չէր ինչի, որովհետև ինքը հասկանում էր, որ մենք ինքնուրույն մեծ դժվարություններ ենք ունենալու։ Ես երբ որ հասկացա, որ ես ձայնի իրավունք չունեմ քվեարկելու, այդ իմ միակ ընտրությունն էր, որ ես շատ ծանր եմ դարել, ոչ մի կարողացա մասնակցել։ Հասկացա, որ պապիկը հեղինակություն ունի ու որպեսզի բոլորին կարողանաս համոզես, որ պետք է քվեարկել, ես որոշեցի գնալ պապիկի հետ բանակցել։ Եկած եք մեր մոտ, ասում գիտես, շատ եմ խնդրում, ասում եմ էսի, ու երկար ինձ բացատրեց, մի երկու օր բացատրեց, ինչն է խնդիրը, որտեղ ենք մենք դժվարություններն ունենում, ասում եմ էսի, դու ես չէ բառը երբեք չեմ լսել, ինչ ուզեցել եմ, միշտ ունեցել եմ։ Խնդրում եմ, այս միակ նվերն է, որը ես քեզանից իսկապես խնդրում եմ, ու վերջին նվերն է, ինձ նվիրեք անկախ պետականություն։ Ես պետություն եմ ուզում։ Ես ուզում եմ, որ հայկական դրոշ լինի, հայկական դրամ լինի, հայկական գերբ լինի, հայկական գիմն լինի, հասկանու՞մ ես հայկականն եմ ուզում։ Արա ինձ այս նվերը, ու ես երդվում եմ, որ ես երբեք ձեզանից ոչ մի բան չեմ ուզելու։ Ասեց ես կմտածեմ, մի խոսքով ամբողջ ոչ միայն մեր ընտանիքը, հետո բոլորը, ովքեր որ զանգ են տալի, ասում էին, այն ժամանակ տենց են, չէ դիմում իրար, ասում են Գեորգ, ինչ ես որոշել, ինչ ես անելու, ասում էր ձեր որոշումն է, բայց ես կողմ եմ քվեարկելու, իմ թոռները պիտի անկախ պետությունում ապրեն, ու ես հասկացա, որ իմ այդ բանակցությունները հաղթանակով են հավաքվել ու դա իմ ուջուր սենց ներդրումներ այս պատմության մեջ, ես շատ ոչ մի վայրկյան չեմ փոշմանի, որ մենք անկախ պետություն ունենք, ոչ մի վայրկյան։